2025-ի խորհրդանիշ խայթող Սողունի թագավորությունն ավարտվում է։ Կանաչ փայտե օձն իր տեղը զիջում է Արագավազ միասնբակավորին՝ կարմիր հրե ձիուն։ Երկրագնդի տարեվերջյան պտույտներին համընթաց շարժվող հրե ձին շտապում է 1 տարով ստանձնել իր գահը։ Ծանոթացեք, Մեգաստրիմն է, 6 տարեկան զտարյուն Արագավազը Հայաստան է եկել Միացյալ Նահանգներից։ Ինքը համարվում է շատ լավ ցեղատեսակի ձի, ամերիկական զտարյուն ձի է։ Առանց հրահանգի կանգնելու կարա մի 50 կիլոմետր վազի միանգամից։ Զտարյուն ձիերը ինչով են տարբերվում մյուսներից, երբ որ իրանց վազքի հրահանգ է տալիս, իրանք միջև իրանց սիրտը կանգնելը կվազեն, չեն կանգնի։ Իսկ եթե ձին ոչ զտարյուն է լինում, ինքը հենց հոգնում կանգնում է։ Այս ձին ինքը չի կանգնելու, եթե հրաման կա վազելու։ Հին ժամանակներում սուրանդակները միշտ օրինակ զտարյուն ձիերով են նամակները ուղարկել մի թագավորությունից մույս, այսինքն երբ որ պատերազմի բան ա եղել, ու այդ ձին գնաց է հասել է տեղ, ինքը այդ իրանով մի ամբողջ քաղաք կարող է փրկած լինել։ Ամերիկացի Մեգաստրիմը Հայաստանում էլ իրեն լավ է զգում, կարճ ժամանակում հասցրել է ընկերանալ ոչ զտարյուն ցեղակիցների հետ։ Չնայած փոքր տարիքին բազմաթիվ մրցումների է մասնակցել ու հաղթել։ Առաջի տեղել է գրավել այս տարի մեկ անգամ դիասպորտի կենտրոնում արգելքների հաղթահարման մրցման ժամանակ։ Բավականին ինքը հիմա ֆիզիկապես եւ սպորտային լավ ձի է համարվում։ Ձիերը սիրում են արագություն, փոփոխություններ, որովհետև օրինակ մեր ձիերը մի օր եթե մենք իրանց չենք հանում դուրս, չենք քշում կամ ուղակի բաց չենք թողում, հաջորդ օրը իրանք սկսում են արդեն բնավորությունը փոխվում է, ոնց որ էներգիայի գերկուտակում է մոտները առաջանում։ Չնայած արագաշարժությանն ու անսպառ էներգիային, շատ հանգիստ է, զգայուն, չի սիրում ագրեսիվ շարժումներ ու կոպիտ վերաբերմունք։ Ձին ընդհանրապես ինքը իրանով հատկություն չունի մարդուն վնասելու, ինքը կարա միայն պաշտպանողական ինչ-որ ռեակցիաներ անի, երբ որ դիմացի մարդը ինչ-որ կոպիտ շարժումներ անի, կտրուկ։ Իրանց բնավորությամբ ընդհանրապես, այո, նեղասկոտ են, մեկ էլ իրանք ուժեղ հիշողություն ունեն, նեգատիվ բան երբ որ ստանում են։ Ձիերի հետ ես շատ եմ խոսում, զգում եմ, որ իրանք հասկանում են, էլի։ Հերթական զրույցներից մեկի ժամանակ մարզիչ Ռուբենը Մեգաստրիմին ասել է, որ ամանորը ինքն էլ տարվա գլխավոր խորհրդանիշն է։ Նաև անակնկալներ է պատրաստել ոչ միայն նրա, այլև ընկերների համար։ Միշտ էլ ամեն տարի այդ վախտերը իրանց հատուկ ինչ-որ բանով էլ, իրանց սիրած ամենաուտելիքներով դիմավորում ենք իրանց հետ։ Նշում են ամանորը։ Այո, ձերն էլ են նշում։ Կապ չունի իրենց տարին հետ եւ ոչ։ Իրանց տարին ավելի բուրըն կլինի այս տարի, բայց ամեն տարի մենք իրանց այդ նոր տարվա տարիներն է հունվարի 1-ին էլ միշտ էլ գալիս ենք իրանց այդ ինչ-որ իրանց զամբյուղներով մրգեր, գազաններ, այդպես բաներ ենք ամեն մեկին տալիս, մի քիչ հատուկ ձևով պատրաստած էլի։ Ձիու տարուց թող սպասեմ, որ ձին ինքը իրանով մարդու հայլի է համարվում, ոնց դիմացինին բոլորը վերաբերվեն, նույն ձև էլ բոլորը նրանց կվերաբերվեն ու այդ տարի այդպես էլ կլինի։ Ամեն մարդը իր սրտի ցանկությամբ կստանա ամեն ինչ այս տարի։ հաստատում է, հա։ Այո։ Արգելքներ հաղթահարող Արաքսն է, անկեղծ ընկերությունն է գնահատում, խանդոտ է, մի քիչ էլ նեղացկոտ, չի սիրում, երբ հեծյալները այլ կենդանու են ընտրում։ Իլոնան լավ ծանոթ լինելով Արաքսի բնավորությանը, փորձում է չնեղացնել հավատարիմ ընկերոջը։ Արաքսը իմ մշտական ձին է դարել 2015 թվականից ու այդ օրվանից ի վեր ես այլևս ուրիշ ձի չեմ քշում։ Հատուկ խնամք ու մաքրություն սիրող ձիերը նաև շատ զգայուն են ու կարևոր են համարում մարդկանց հոգու մաքրությունը։ Միանգամից զգում է քո հոգեվիճակը ու պատասխան է տալիս նույն հոգեվիճակով։ Այսինքն, երբ որ դու ներվային կամ վատ հոգեվիճակով իրան նստում ես, ինքը դա զգում է ու անկախ իրանից ցույց է տալիս իր պահելաձևով։ Երբ սկսում ենք շփվել կոնկրետ ձիու հետ, մենք պետք է մեր ներքին աշխարհը լիովին մաքրենք եւ ուղղակի փորձենք եւ մեզ ուրախացնել եւ ձիուն իրեն լավ դրական զգացողություններ փոխանցելով։
Արաքսը նույնպես գիտի, որ տարվա խորհրդանիշն է եւ խոստանում է 2026-ին չհուսահատեցնել մարդկանց, պատրաստ է պատվով ստանձնել առաքելությունն ու մարդկանց երազանքները կատարելու պատասխանատվությունը։ Անակնկալներ ու նվերներ Արաքսը նույնպես ունի, բայց ոչ թե ձմեռ պապից, այլ հավատարիմ ընկերոջից։ Ամեն ձև ցույց կտամ, որ իր տարին է, իրան լավ ավելի իսկ ուշադիր ու լավ վերաբերվելով։ Նվեր ունի ձին այս տարի։ Ես իրան նվիրելու եմ պապոնա։ Պապոնան ցուրտ եղանակին իրա վրա մեծ գցելու շոր է։ Ձիու բնավորությանը ծանոթ լինելով հանդերձ, ես կարող եմ միայն խորհուրդ տալ, որպեսզի մարդիկ տեղում չմնան, չսպասեն որևիցե փոփոխությունների, այլ իրանք ինքնուրույն նպաստեն այդ փոփոխությանը ակտիվ գործունեությունով, քանի որ ձին ինքը ակտիվ կենդանի է, տաքարյուն է եւ չի սիրում տեղում կանգնել, նրա հետ մեկտեղ պետք է գնալ դեպի առաջ։ Արևելյան հորոսկոպի համաձայն Կարմիր հրեձին պաշտոնապես լիազորությունները կստանձնի փետրվարի 17-ին։ 12 տարին մեկ 12 ամսով իշխանության եկող ձին երկիր մոլորակի բնակչությանը խոստանում է բարենպաստ լինել։ Արագ, բայց հաստատուն քայլերով սլացող սմբակավորը չի սիրում տեղում դոփել։ Ես շատ եմ սիրում ձյուկը, իրանք շատ բարի են։ Թող ձյուկը բարություն բերի աշխարհին։ Տարվա ուղերձն է լինել դինամիկ, ակտիվ ու մոլորակային փոփոխություններին պատրաստ։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։